Սիրելի ժողովուրդ, հիմա դիմում է մեզ չստացած Վան Գոգին, որ ընդեղ նստած է։ Հիմա իրանք նոր թեզ են որդեգրել, երեկվանից իրենց այդ փոքրիկ խմբակի ներկայացուցիչները ասում են, որ ընդդիմության շնորհիվ, ընդդիմության բողոքների շնորհիվ մենք այդ երկու տեղամաստ ենք չեղալարել, սրա արդյունքը ինչի համար։ Ասում ատեղ զինվորներ են ժամը 8-ից հետո անդադար քվեարկել, մեր զինվորները։ Հիմա ուզում եմ դիմել այս չստացվածներին ու այս փոքրիկ Վան Գոգին։ Ցանկացած մարդ, ընդդիմության ներկայացուցիչ, կա որևիցե մեկը, որ կարող է, այսպես ասած, զինվորներին իրենց զորամասից դուրս հանի, գետ մեկին ու տան ինտրատեղամաս ասի եկեք ընտրության։ Սա բոլորը իշխանության ձեռքի գործն է, իրենք են այդ զորամասերը բացել, իրենք են ժամը 8-ից հետո բերել։ Հենց իրենց գծագրով, նույն տեղամասերում, զինվորներին այնպես են արել, որ մինչև 8-ից հետո ժամը 9-10 քվեարկեն, հիմա իրանք ասում են դրա համար մենք այս երկու տեղամասերը անվավեր ենք ճանաչում։ Հասկացան ձեր անգործության, ապօրինության, կեղծիքի շնորհիվ զինվորներին բերեցիք, ստիպեցիք, որ քվեարկեն ձեր օգտին։ Բալավ, բայն մի մնացած ժողովուրդը, այդ երկու տեղամասում 7-800-ից ավել մեր քաղաքացիներ են գնացել, իրենց սահմանադրական իրավունքն են պահել, իրենց հայրենիքի համար իրենց քվեն են տվել, բայց այդ մարդկանց ձայնը ուր է կորելու է։ Հիմա ուզում եմ ասեմ ձեզ, վերջին Նիկոլ Փաշինյան կոչվածի եւ քաղաքացիական պայմանագրի վերջին միֆը տրակեց Հայաստանի Հանրապետությունում։ Այս ժող բաստիոնում վերջին անգամ եւ աննախադեպ ձև կեղծվեցին ընտրությունները, վարչական ռեսուրսի, մարդկանց բռնելու, մարդկանց վախեցնելու, զինվորներին տանել ժամը 8-ից հետո քվեարկելու, այս բոլորի միակ մեղավորն ու պատասխանատուն քաղաքացիական պայմանագիրն է, որը մերժվեց Հայաստանի Հանրապետությունում, որը Հայաստանի Հանրապետությունում չստացեց ժողովրդի քվեն, անգամ այն 63% խփողները չկարողացան 50%-ի շեմը հաղթահարել։ Իսկ ամբողջ գումարի արդյունքում ընդդիմության ստացած ձայները ավելի շատ են, քան իրենց ստացած ձայները։ Այն մարդիկ, որով քրվակել են տարբեր ընդդիմադիր ուժերին եւ չեն անցողիկ շեմը, դրանք նույն ընդդիմադիր Հայաստան ունեցող մարդիկ են։ Գումարը գիրեք կտեսնեք, որ քաղաքացիական պայմանագիրը չունի իշխանություն, հենց այդ երեկոյան իրենց դեմքից, այդ պանիխիդայի դեմքից երևում էր, որ նրանք չունեն իշխանություն, հիմա անցել են ապօրինությունների եւ ես ձեզ վստահեցնում եմ, սիրելի ժողովուրդ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կանգնած է փոքրիկ խմբակի, այդ իրենց ասած կոկորտին։ Ինչ ասեն, ինչ չասեն, սուտ են ասում։ Իրանք գտել են այդ 230 ծենը, ուզում են փոշիացնեն, որ ամսի 14-ին հայտարարեն, որ Բարգավաճը չի անցել, իրենք իրենց այդ մեծամասնությունը մի ձևի կորզել են։ Հիմա վերջին անգամ դիմում են փոքրիկ Վան Գոգ, քո վրա, քո ուսերին կներեք քո վզին մի վերցրա այս ապօրինությունները, վաղ թե ուշ պատասխան ես տալու, ու ես վստահ եմ, դու շատ վախկոտ մարդ ես, որտեղ որ նստում խոսում ես, որ քեզ ճնշում են կամ վերևներից զանգեր են գալի, դու դրա տակ մի մտի, մարդկանց քվերերը մի գողացի, դուք քվեի գող եք, դուք հայրենիքի գող եք, մի դարձեք մարդկանց քվեների վերջնական գող։